Կանչեբանյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես Վենսը եկավ Հայաստան եւ այլևս Ադրբեջանում է այդ ոգևորությունը, իրականությունը այն է, որ այլևս կանգնած ենք ըստ էության թուրքական պահանջով ատոմական նրբակելու շեմին, սա ինչ ծանր հետևանքների է հանգեցնելու, խնդրեմ մի փոքր մանրամասն սա ներկայացնեք եւ արդեն նաեւ ունեք մի քանի այլ թեմաներ, որոնց մասին խոսեք, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար, բայց մինչև ձեր հարցերին անդրադառնալը առիթից ուզում եմ օգտվեմ եւ մի հատ մտքումը շատ լուրջ մի հատ հայհոյանք տալով դիմեմ քաղաքապետարանին, որովհետեւ այսօր առավոտվանից նորից ճանապարհների վրա եմ, նորից ճանապարհները չմաքրված այլանդակ վիճակում, ես էլ չեմ ասում բազմաթիվ տեսակի փոսեր, բազմաթիվ տեսակի քար ու քանդարված փողոցներ, որտեղ մեքենաների ջարդ ու խուրդ լինելու եւ բազմաթիվ վթարների պատճառը դառնում։ Եվ այս ամեն ինչի բացատրությունը, այս Ավինյան կոչեցյալը, հայտարարում է դե շատ աղ ենք ցանել, դրա համար տենց է քանդվել, է շատ աղ չցանեիք, տեխնիկան շուտ հանեիք եւ շատ քանակությամբ օգտագործեիք, որ աղի քանակն էլ քիչ լցնեիք։ Կամ այդ շատ աղ ցանել ինչ կապ ունի ճանապարհները քանդվելու հետ կապված։ Մեր կլիմայական պայմաններ ունեն այսօր բազմաթիվ երկրներ, որևէ մեկի մոտ նման խնդիր չկա։ Այսինքն հերիքա փողեր ուտեք։ Հերիքա ձեր գրպանները լցնեք մեր հաշվին։ Անդրադառնալով ձեր հարցադրումին, Վենսի այցելությունը շատ բաների հետ կապված շեշտադրումներ արեց եւ շատ լուրջ շեշտադրումներ։ Ամենաառանցքային շեշտադրումն է, որ հենց հիմա գտնվելով Ադրբեջանում ինքը Ադրբեջանի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Եվ Վենսի այցելությունը, երբ որ սրանք այս գերագույն թշնամիները ներկայացնում են, որ սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ sense եւ այլն, մեջ էին բերում այդ 9 միլիարդը խափելով ժողովրդին, որ իբրտե ինվեստիցիա լինելու, բայց իրականում պարզվեց, որ դա սխալ թարգմանություն է եւ 9 միլիարդը Հայաստանն է վճարելու Միացյալ Նահանգներին, ստեղ կան շատ լուրջ, ուրեմն թեմատիկ նյուանսներ, որոնց վրա որևէ մեկը այս բային ուշադրություն ըստ ինձ համենայն դեպս որ ես ուսումնասիրում եմ եւ մամուլը եւ ընդդիմադիրների ուրեմն կեցված կես ամեն ինչի համեմատ, ինձ համար անհասկանալի է, որ այդ մանրուքների վրա որևէ մեկը ուշադրություն չի գեներացնում։ Բոլորը խոսում են 9 միլիարդի մասին։ Եվ 9 միլիարդ այսօր 15 միլիարդ արտաքին պարտք ունեցող երկիրը վճարում է Միացյալ Նահանգներին, որպեսզի գնի ամերիկյան տեխնոլոգիաներ ATS-ների, դրոնների արտադրության եւ արտադրելու եւ նաեւ դրոններ գնելու համար։ Հիմա ուզում եմ հասկանամ, ասենք թե Ալիևը մի հատ ծպտուն է թեմայով չի հանում, մի հատ բողոք չի ներկայացնում, մի հատ ինչ որ հարց չի բարձրանում։ Սա ձեր մոտ տագնապ չի առաջացնում, պատճառը ինչն է։ Հարց չի առաջացնում, ինչի Ադրբեջանը դրա դեմ չի բողոքում։ Հիմա եթե վաղը չեմ ուսորը այդ սպառազինվելու հետ կապված այդ 9 միլիարդ մեր գրպանից, ասենք թե ծախսելու այդ տեխնոլոգիաները եւ դրոնները գնելու հետ կապված, եթե դժգոհություն հայտնեց Իրանը, մենք միանգամից ասելու ենք Իրանը թշնամական պետություն է, հա չի ուզում որ Հայաստանը սպառազինվի։ Իսկ որ Իրանը նախապատրաստում է տես բան անել, ոչ մեկ թող չկասկածի։ Իրանը բողոք է ներկայացնելու ամերիկյան զենքը, զինամթերքը Հայաստանի կողմից գնելու համար։ Կասեք, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, շատ կարճ պատասխան, որովհետև այդ զենքը Միացյալ Նահանգները Հայաստանի փողերով Հայաստան մատակարարելուց հետո պարտադրելու է
օգտագործել Իրանի դեմ, նախապատրաստվող Իրանի դեմ պատերազմում, ոչ թե Ադրբեջանի դեմ, եւ դրա մասին գիտի նաեւ Ադրբեջանը, բնականաբար Ադրբեջանը խի դրա համար պիտի բողոքի, որ ոչ մեկիդ մոտ հարց չի առաջացնում, որ այս գերագույն թշնամին, երբ որ վենց այցելում է Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, ինչի ինքը հետը չի, որ ինչի ընդհանրապես կառավարության, ազգային ժողովի, որովհետեւ մի պաշտոնյա իրան չի ուղեկցել, ինչն է պատճառը, մի հատ հարց տվել եք, հասկանալի է, չէ՞, որ խոսքը գնում է մի երևույթի մասին, որ վենցը պրոստը ամերիկացի է, որին հետաքրքիր է եղել գնալ մի հատ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այդ հուշահամալիրին, իսկ թուրքը չէր կարող գնալ այդտեղ։ Պարզ չի, որ մենք գործ ունենք թշնամի թուրք կառավարության հետ։ Մյուս հարցը, որը նույնպես շատ կարևոր հարց է, այսօր Ադրբեջանը պետական մակարդակով ուրեմն հայց է ներկայացնում Վենսին Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու համար։ Սա արվում է պետական մասշտաբով, այսինքն պետությունը դիմում է Վենսին 300,000 ադրբեջանցիներին վերադարձնել Հայաստան։ Ի պատասխան սրան Հայաստանում ինչ է կատարվում, ընդամենը մի 10-15 հոգի մարդ, հայրենասեր մարդիկ, փորձում են Վենսի ուշադրությունը գրավել մեր բանտարկյալների, մեր գերիների անօրինական պավող, ուրեմն Ադրբեջանում եւ ՑՄԱ ազատազրկման դատապարտվածներին եւ նույնքան փոքրամաս քանակությամբ ուրեմն հայերի կողմից բարձրաձայնում առայն, որ Հայաստանում իրականանում են ոչ թե դեմոկրատական, այլ բացարձակապես բռնապետական գործողություններ ընդդիմադիրների դեմ, այդ թվում եկեղեցու եւ սրբազանների, որոնք համարձակվեցին պաշտպանել եկեղեցին, չդավաճանել հայրապետին եւ մնացած ուրիշ հանգամանքներին։ Այս դες ոչինչ չի ասում, եղբայրներ։ Հայ ժողովուրդ, մեկը պետական մակարդակով պահանջում է 300,000 հոգու վերադարձի, Հայաստանում մեր հերիք չի, որ միջազգային ատյաններից մեր սա հայցերը հետ ենք կաշել։ Ստեղ ընդամենը 10 հոգի բողոքում են ինչ-որ մի բան, Վենցը ում է լսելու։ Վենցը ում է լսելու, եթե Հայաստանում պետական մակարդակով մեր գերիների հետ կապված հարց չի բարձրացվում։ Երբ որ պետական մակարդակով անհետ զոհվածների փնտրտուքները փնտրտելու, ուրեմն գտնելու եւ գոնահաճումները բարեկամներին, հարազատներին հայտնելու հետ կապված հարց չի բարձրացվում։ Երբ որ պետության կողմից անվտանգային որևէ խնդիրներ չեն բարձրացվում, իսկ այնտեղ պետությունը ինքը պետությունն է ներկայացնում, Վենցը շատ լավ տրամադրված լինելով հայերի հանդեպ ճուր հայտնել է, չէ՞ որ ինքը շշմած է ջերմընդունելությունից։ Ում է լսելու պետության պետական մակարդակով իրան տված ինչ-որ հարց, թե 10-15 հոգու կողմից ինչ-որ բարձրաձայնված պլակատներով ինչ-որ մի հատ խնդիր։ Եթե շատ էլ ուզեն, պրոտոկոլը իրան թույլ չի տա անտեսել պետության կողմից ներկայացված պահանջ, ստորադասելով Հայաստանում ոչ թե պետության կողմից, այլ պետության մի 10 հոգու կողմից ուրեմն բարձրաձայնած հարցերը։ Սա է Վենցի այցի, ուրեմն հետևանքները։ Հիմա այն ֆոնի վրա, որ Ռուսաստանը նորից, ընդամենը 3 եթե չեմ սխալվում, բարձրաձայնել է, որ միջև հիմա եղել է երաշխավոր
կա եւ լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորը, ուրեմն Վենսի պահանջով այս գերագույն թշնամի պետությունը փորձում է կառավարությունը փորձում է փակել ատոմակայանը։ Այսօր նայեք, մեր ջրային ռեսուրսների զգալի մասը, որը սնուցում էր ուրեմն մեր էներգետիկ համակարգը, ոչ ատոմակայանների, ուրեմն այլ ջերմաէլեկտրոկայանների ուրեմն ցանցում, գտնվում են Ադրբեջանի տիրության ոլորտում։ Այդ թվում նաև Արցախի հետ կապված, Որոտանի հետ կապված, Սիսիանի եւ ուրեմն ջերմուկի հատվածում եւ մնացած ուրիշ հարցերում։ Այսինքն ջերմա էլեկտրակայանները մեր մոտ փաստացի աշխատանքային ծավալ ունենալու խնդիր են ունենալու միանշանակ, ատոմակայանը մենք փակում ենք, որովհետեւ մենք մեզ էներգետիկա պետք չի, որովհետեւ դա Վենսն է պահանջել։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս մարդու այցի վրա, որ այս սրանք sense ուրախացել են ու մատուցում են որպես գերագույն դիվանագիտական հաղթանակ։ Այնտեղ լսել եք, չէ՞, ոնց են սրանք այն մանավազյան մի հատ դեբիլ կա։ Գեղեցիկ աղջիկ կա, էլի, բայց ասենք թե նայում ես այդ չես հասկանում, էլի, ասենք թե իր ուղիղը որտեղ է, ստեղ է թե հետուքում է, էլի։ Այն որ դուք հասկացաք չէ, դիմությունը ինչ մանտրաշ վիճակում է, կորած sense ոնչ չացված վիճակում է Վենսի այցելությունից, ինչ մասն է խոսքը դեբիլ։ Դու 15 միլիարդ արտաքին պարտք ունես, 9 միլիարդով Ամերիկայից զենք ես գնում, որը պետք է Ամերիկան մեր տարածքից օգտագործի Իրանի դեմ, ու դու էդի համարում ես, որ ընդդիմությունը դրանով պարտվել, հա? Հա, այն ապուշ։ Որևէ մի լուրջ դրական մեսիջ Վենսը մեզ տվել է, որևէ մի երաշխիք մեր անվտանգությանը, մեր տնտեսական զարգացման հարցերին, որևէ մի բան մեզ առաջարկել է, որևէ մի պայմանագիր մեր վիճակը բարելավելու, մեզ օգնելու հետ կապված արել է, մեր վրա զենքա ծախում 9 միլիարդով, որ այդ զենքը պետք է օգտագործի հենց ինքը Իրանի դեմ, այսինքն 3 միլիոնանոց մի կերպ իր սոցիալական հարցերը հոգացող մոտավորապես բնակչության 60%-ը վատ վիճակում 30-ից մինչև 25-ից մինչև 30%-ը ծայրահեղ աղքատ վիճակում բնակչությունը 9 միլիարդ գումար է վճարում Միացյալ Նահանգներին։ Էսի Վենսի այցի բանն է, հա, դրական ազդեցությունն է։ Թե մտածիք, որ խափեցիք այդ թարգմանության հետ կապված ու էդի ցենց կարացակ սղացնեք ու անցկացնեք, Վենսը ինչ ռազմավարական պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ հիմա, Ադրբեջանում։ Որևէ մի բան Ադրբեջանին ասել է կապված մեր բանտարկյալների հետ, մեր գերիների հետ։ Ինչ որ մի բան անում է հիմա։ Լավ, ի՞նչն է պատճառը հարց տալիս է կամ չգիտեմ, հետաքրքրվել եք, երևի չեք էլ իմանում դրա մասին, հա, որ ամերիկյան հայկական համայնքը հայդատի հետ միասին շատ կոշտ ձևով Թրամփին հայտարարություն է տարածել Վենսի այցի եւ Վենսի հետ կապված իրադարձությունների հետ Հայաստանում։ Պատճառը ի՞նչն է։ Տեղյակ եք թե ոչ։ Լավ, մի հատ գոնե մի հարց կապված տվել է այս մարդը մեր գերագույն թշնամուն, սրբազանները խեն կալանավորված։ Ինչն է պատճառը եկեղեցու վրա հարձակվելը, բոլոր տեսակի կանոնակարգերը, իրավաբանական գործընթացները, դրույթները, սահմանադրությունը փաթաթած ունեցող այս գերագույն թշնամուն մի հատ հարց տվել է, այ բռնապետիկ էսի չես անում։ Դե միայն հետաքրքիր խոստում է տվել, որ սրա տեխնացությունը պաշտպանելու ընտրություններում։ Արել այդ հայտարարությունը։
Մենակ ՆԱՏՕ-ն չի արել։ Ինքը պրյամո չի ասել, որ ընտրություններում պաշտպանելու եմ Նիկոլ Փաշինյան, ուրեմն գերագույն թշնամի հայ ազգի համար անձնավորության, ուրեմն ընտրությունները։ Ինքը դա չի ասում։ Ինքը ասում է մեր շատ սիրելի ու հարգելի, ուրեմն Փաշինյանը։ Այդ նույն բանը չի։ Ինչն է հարգում այս մարդու մեջ։ Որ մի արածը։ Այս ֆոնի վրա, ասենք թե երբ որ Ալենյան գտնվում է Ռուսաստանում, փորձում է այնտեղ գցնել ու էդի չեն ընդունում, մի հատ լավ չափալախ են տալիս, շատ վատ ձևով ընդունելություն են կազմակերպում, երբ որ իրան ամեն ինչ ասում են, բացատրում են, իսկ դրանից հետո արդեն ստեղից է գցնում Նիկոլը, նույն այս ֆոնի վրա, որ կրեմելի մեր համար սենց մի կարևորագույն գործընկեր է, եւ այլն։ Այսինքն հասկանում է, չէ, որ այս Վենսի տակը պարկելով, այս Վենսի ոտի տակի տարյապկան դառնալով ինքը խնդիր է ունենում նորից Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը քեզ ասում է, ես երաշխավորում եմ քո էներգետիկ անվտանգությունը, դու քեզ քո ատոմակայանը փակում։ Ատոմակայանը այսօր հարգելի, որպես զինվորական եմ ասում։ Ու պատասխան եմ տալի ասածիս համար։ Բավական լուրջ զսպող օղակ կա, որպեսզի Ադրբեջանը հեռահար հրթիռներով չսկսի հարվածել Հայաստանին, որտեղ որ պատահական կարա լինի նաև վնասվածքներ ատոմակայանում, որի վարակման, ճառագայթման եւ այլ տեսակի վնասները պարտադիր հասնելու են եւ ծածկելու են Ադրբեջանի առնվազն 30-ից 40% տարածքը, առնվազն։ Բնական է, չէ, որ այդտեղ նաև Իրանն է տուժվում, Վրաստանն է տուժվում, նաև Թուրքիան է տուժվում։ Ատոմակայանի դիրքը այնպիսին է, որ իր ճառագայթման շարավիղը բոլոր պետություններին ընդգրկում է, եւ բնականաբար է, չէ, որ այդ պետությունների հետ Ադրբեջանը ինչ որտեղ ուզի, ինչքան էլ հաբրգած լինի, պետք է հաշվի նստի։ Դու ատոմակայանը փակում ես, ատոմակայանի հարցերը ոնչացնում ես, փաստացի մեր ամբողջությամբ Հայաստանի տարածքը բացելով հարձակման համար Ադրբեջանի կողմից։ Վենսի այցի մեջ կա նաև շատ վտանգավոր մի մեսիջ Ադրբեջանին։ Եթե ոչ մեկը չեք հասկանում, էլի որպես զինվորական եմ բացատրում։ Ինքը փաստացի, երբ որ ասում է, որ Հայաստանը 9 միլիարդ կվճարի, որպեսզի Միացյալ Նահանգները զենք, զինամթերք, դրոններ վաճառեն Հայաստանին։ Եթե հանկարծ ինքը մտածում է, որ Հայաստանը չի կիրառի դա, կամ Ամերիկան Հայաստանի տարածքից, այդ զենքը չի կիրառելու Իրանի դեմ, ուրեմն կա երկրորդ տարբերակը, ինքը Ադրբեջանին ասում է, որ ժամանակ չունես, քիչ ժամանակ ունես, հարցերդ Հայաստանի հետ ավարտելու համար։ Մտածել եք դրա մասին։ Թե չեք մտածել։ Որովհետև այդ տեխնոլոգիաները եկան ժամանակա պետք։ Այդ աթեստները եկան դրանց կառավարելու եւ սովորելու հետ կապված ժամանակ, դա 1, 2 կամ 1 ամսվա խնդիր չի։ Ուրեմն այդ դրոնները ինչ տեսակի, ուրեմն սպառազինություն են իր վրա կրելու։ Խոսքը իդեպ գնում է ընդհանրապես հետախուզական առայժմ, ուրեմն աթեստների մասին։ Ուրեմն ինչ են հետախուզելու սրանք այդ։ Իսկն հետախուզելու ինչ որ հարց ունեն խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում։ Հիմա Ադրբեջանը որ
ասում է, այսինքն Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն է տվել, որպեսզի ինքը ասի դուք խաղաղության մասին եք խոսում Ամերիկայից 9 միլիարդի զենք եք գնում։ Նշանակում խափում եք մեզի։ Եվ ես իրավունք ունեմ իմ շահերն իմ անվտանգային խնդիրները լուծելու եւ Հայաստանի վրա արձակվելու։ Վենսի այցի մեջ բացի վտանգներ բազմաթիվ ու բացի այլանդակ վատ հետևանքներ գոյություն չունի։ Մի խափվեք, ժողովուրդ։ Պրոստը մի խափվեք։ Այս ատոմակայանի փակելու հարցն էլ սա ոչ թե միայն էներգետիկ անվտանգության հարցն է, այլ նաև Հայաստանի ուղղակի անվտանգության հարցն է, Հայաստանի գոյության հարցն է։ Եվ այս ամեն ինչը իրականում Միացյալ Նահանգները շատ գիտակցված են անում եւ անում են հաշվի առնելով սրանց մոլի հակառուսական կեցվածքը։ Նաև հաշվի առնելով Ռուսաստանը արդեն շատ լավ հասկանում է սա եւ սրանց նկատմամբ ունի որոշակի դիրքորոշում։ Բնական է, որ այս արդեն հակադրությունը Հայաստան-Ռուսաստանի հետ կապված ամենաշահավետ օգտագործելու ձևը Միացյալ Նահանգները հենց հիմա կիրառեցին։ Թրամփի ուղին Ռուսաստանի շահերին դեմ ատոմակայան փակում են, որը բավական վտանգավոր է Հայաստանի էներգետիկ համակարգի եւ անվտանգության համար։ Այսօր Հայաստանը вообще հետաքրքիր չէ Միացյալ Նահանգներին։ Մի անգամ էլ եմ հիշացնում, չէ՞ որ պետդեպարտամենտը բաց աղբյուրներով, բաց առանց խափելու, առանց գողդուկի, առանց մեջքի հետևից ասելա, չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ պատերազմ լինելու դեպքում Հայաստանին չի աջակցելու։ Ինքը այդ հրետորաբանությունը փոխել է, ինքը այդ խոսույթին հակառակ ուրիշ բան ասել է, Վենսը որ եկել է Հայաստան փոխել է այդ ուրեմն ասվածի բովանդակությունը ու էությունը։ Չէ, պետդեպարտամենտի ասածը, որ Հայաստանի Ադրբեջանի հետ պատերազմում չի աջակցելու Հայաստանին։ Չի ասել է, որ չի աջակցելու եւ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ասում է չի աջակցելու Հայաստանին։ Նշանակում է չէ որ աջակցելու է Ադրբեջանին։ Թրամփը այնտեղ միլիարդավոր ունեցվածք ունի։ Բիզնեսներ ունի։ Ինքը պետք է Հայաստանին պաշտպանի, Ադրբեջանին թողի։ Առավել եւս, երբ որ ինքը Հայաստանով լուծում է հակառուսական կոնկրետ քայլեր։ Մենք իրան պետք ենք ընդհանրապես միայն Ռուսաստանի դեմ լուրջ վտանգավոր Ռուսաստանի շահերին հակառակ քայլեր կատարելու համար։ Ուրիշ ոչ բանի համար կլինենք մենք, կանհետանանք մենք, այս տարածքում հայեր կապրեն, թե 300,000 վերադարձած ադրբեջանցիներ, հետո ես չգիտեմ որտեղից իսլամական հանրապետության զինյալներ իրանց ընտանիքները, որոնց խոսք են տվելի դեպ։ Չգիտեիք, չէ՞ դրա մասին։ Իրանց խոսք են տվել։ Հայաստանին ոնչ չհացնելու աջակցության համար Հայաստանում ուրեմն Հայաստանի բնակիչների սեփականությունը հանձնել, տալ, նվիրել ուրեմն իսլամական պետության այդ ահաբեկիչ կազմակերպության զինյալներին։ Սա էլ արվել։ Ըստ որոշակի ուրեմն շրջանառվող լուրերի։ Ռուսաստանի եւ Պարսկաստանի արձագանքը այս ամեն ինչի նկատմամբ, Ռուսաստանի արձագանքը արդեն լսել ենք, խիստ բացասական է, իսկ Պարսկաստանը այս պայից սկսելու է շատ շուտ կլինի այդ հայտարարությունը դիտարկել Հայաստանին որպես թշնամական պետություն, որը մտադիր է
ուրեմն իր տարածքը տրամադրել Իրանի դեմ պատերազմական գործողություններ իրականացնելու նպատակով։ Եվ Իրանի արձագանքը այդ բացասական արձագանքը ես համարում եմ, որ Հայաստանի համար մահացու վտանգավոր է, որովհետև նույնիսկ այս պարագայում, երբ որ շատ բարդ են Հայաստանի ու Իրանի հարաբերությունները, որոնք իրականում հələ դեռ մեր միակ դաշնակիցն է, այս մարդը ամեն ինչ անում է դաշնակիցներ մենք կորցնենք, այսինքն այս մարդը կոնկրետ քայլեր է անում Հայաստանը լուծարելու, Հայաստանը ոչնչացնելու համար։ Այս մարդը ոչ մի բան Հայաստանը պահպանելու համար չի անում։ Ես շատ կասկածում եմ, որ հարցը կհասնի ընտրություններին։ Ես շատ վախենում եմ, որ մինչև այդ ընտրությունները Հայաստանը չի լինելու։ Ընտրություններով սենց խափում են, սենց հույս են տալի, որ կարող է պատահի ձևավորվի մի հատ ուժեղ սենց ինչ-որ ընդդիմադիր դաշինք, որը ձայները չփոշիացնելով, այլ եթե իրար հետ միանալով կգնան ու կարողանան Նիկոլին կրեն, հա Նիկոլին էլ դուրակ չի, ինքը հասկանում է, որ հնարավոր է այդպես բան լինի։ Եղի է թողում, որ հարցը հասնի մինչև ընտրություններ։ Մինչև ընտրությունը Հայաստանը կոչնչացնի ու վերջ։ Իրա համար եւ իրա թեմի համար, դավաճան եւ թշնամի թեմի համար միակ փրկության եղանակը Հայաստանի ոչնչացումն է։ Ուրիշ փրկվելու ձև ինքը չունի, որտեվ որը որ իշխանափոխություն է եղավ, ամեն ինչի համար պատասխան է տալու, ինքը շատ լավ գիտի։ Ու պատասխան է տալու նաեւ եթե հասցնի երկրից փախնի։ Ամենտեղ սփյուռք է, սփյուռքի ձեռից ոչ միտեղից չի պրծնի։ Չի կարա պրծնի, ինքը շատ լավ է դա հասկանում։ Հետո որ պետք է բերի Հայաստան պատերազմ, այդ պատերազմը նորից ձևական, ուրեմն ես չգիտեմ ինչով պարտության տանի երկիրը, Հայաստանը ոչնչացնի ու ասի դե տեսակ կռվեցինք, ուղարկի չկարացանք հաղթենք, ոնց որ դա արեց Արցախում։ Շատ կարևոր է, ես շատ կուզենայի նաև անդրադառնալ այս ուրեմն տխմարության չափի հասնող այլանդակությանը, հա։ Ալիևը ցմա բանտարկությանը դատապարտում էր հայ գերիներին, մեզ մոտ ամենօրյա ռեժիմով զոհեր են ուրեմն բանակում, որոնք ներկայացվում են որպես ուրեմն ներքին, ես չգիտեմ ինչ, այսինքն ոչ թե սահմանային կրակոցների հետևանքով, հա, այս ֆոնի վրա անընդհատ սպառնալիքներ Հայաստանին, ուրեմն եթե էսի չանեք, ուրեմն նշանակում է սենց խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, պայմանագիրի հետ կապված խաղաղության որևէ գործողություն Ադրբեջանը իր կողմից չի կատարում եւ միգուցե լավ է, մեզ համար չգիտեմ, բայց այս ֆոնի վրա այս գերագույն թշնամին Ալիևի հետ միասին ինչ որ մրցանակ է ստանում։ Խաղաղություն անելու խաղաղության ջուր։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ադրբեջան ամենօրյա ռեժիմով ասում է, որ Հայաստանը էդի արևմտյան Ադրբեջան է եւ շատ շուտով իրական տերերը վերադառնալու են Հայաստան։ Այդ խաղաղության մասին է խոսքը, այդ խաղաղության համար Հայաստանին որպես Հայաստան չհամարող, Հայաստանին անընդհատ սպառնացող Ալիևը ստանում է խաղաղության մրցանակ, ու ես մեր դեբիլն է ստանում այդ խաղաղության մրցանակ, երբ որ նորից եմ կրկնում, մեր գերիները ցմա բանտարկված եւ դատապարտված են Ադրբեջանում։ Ու էսի շատ նորմալ է, չէ՞ բոլորիդ համար, ժողովուրդ։ Բայց երեք հարցազրույց էր տվել Նիկոլ Փաշինյանն, ասում կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրը անլուծելի է։ Ու խնդրում էլի տեսեք, շատերի գնահատման, որ այս մարդիկ հայտնվել են գերության մեջ, ես նաև այս իշխանության թեթև ձեռքով, այդ վիճումներն ինձ համար անձնապես էլ մարդկայնորեն էլ քաղաքական առումով էլ շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։
Փաշինյանը կրկին պնդեց, թե հարցի լուծումը խաղաղությունն է, որովհետև խաղաղությունն է այն միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Խնդրեմ։ Եկեք արձանագրենք մի բան, որ այս մարդիկ հայտնվել են ադրբեջանցիների ճիրաններում, որովհետև ըստ տարածված շատ ուրեմն ահագնացող լուրերի, որոնք անընդհատ շրջանացվում են, այսինքն եթե լուրը այդպես լուր է ու ինքը շատ հիմք չունի, ինքը շրջանառվում մարում է, բայց այս լուրը չի մարվում եւ գնալով ավելի է ահագնանում, որ կոնկրետ իր խնդրանքով է կալանավորվել։ Ռազմա քաղաքական վերնախավը Արցախի կալանավորվել է Ադրբեջանի կողմից ըստ լուրերի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով։ Բնական է, չէ, որ ինքը պետք է ասի, որ այս խնդիրը լուծում չունի։ Եվ բնական է, չէ, որպեսզի ձեզի խափի ֆռացնի, որ ասենք թե դուք սաղը ասեք, որ դե հա, այդ խաղաղությանը գնանք, կարող է ժողովուրդ ընդեղից կարողանանք հետ բերենք։ Այսինքն ինքը ձեզ երկու բան է ասում, մի կողմից ինքը ասում է, որ դա իներցիայով գնացող գործողություն է, որը մի լծակով չի լուծվի, ինքը բազմաթիվ լծակներ է ունեցել այդ խնդիրը լուծելու, այդ թվում է Վենսի անցի ժամանակ պետական մակարդակով ներկայացնել պահանջ պետության կողմից, որը չի արել, միջև հետը լիքը ունեցել է, գնացել է, բանակցել է Թրամփի հետ, հարցեր է բարձրացրել, չէ, խոսել է, չէ, այնտեղ։ Ինչի այդ հարցին լուծում չի տվել։ Այսինքն, դա մի sense լծակի խնդիր էր, թե բազմաթիվ լծակներ ես ունեցել, չես օգտագործել, քեզ ստում։ Բայց բնական է, չէ, որ այդ մարդիկ որ եկան ստեղ, հանգարց իրանց ազատեցին, բարեկամ դրսևորեց Ալիևը, եւ այդ մարդիկ եկան Հայաստան, ինքը խնդիր է ունենալու, չէ, որովհետեւ լիքը ճշմարտություն է, չէ, բացահայտվելու այդ ժամանակ։ Ոնց իրանք հայտնվեցին ուրեմն Ադրբեջանի ձեռքերում, ոնց պահվեցին, ինչի՞ չէ հիմա որևէ տեսակի պետական մակարդակով պայքար չեղավ այդ ուղղությամբ, ինչի ընդհանրապես ինչի բոլոր միջազգային ուրեմն ատյաններում հայկական հայցերը հետ են քաշվել, Ադրբեջանին մնացել են։ Սա կոնկրետ քայլեր են եղել մեր հայրենակիցներին պարզապես մեկուսացնելու եւ վնասազերծելու իր իշխանությունը պաշտպանելու համար։ Ինչպես Վարդանյանի ասպարով ինքը ինչ էր ասում։ Դա դեռ հարցը պետք է իմանանք ոնց հայտնվեց այդ Արցախում, էլի։ Սա իր երթին է, դրա մասին էլ անդրադառնալու շատ լուրջ իմաստ չեմ տեսնում, հա, որովհետեւ բնականաբար, ասենք թե այս մարդկանց հետ կապված ինքը դրանց մեջ վտանգ է տեսնում իր իշխանությունը պահպանելու համար։ Իրանք իրանց տեղ պետք չեն։ Ասենք թե Վագիֆին են ազատել բանտից։ Բնական է, չէ, որ ասենք թե մի հատ ինչ որ պեշկա էլ չէ, էլի մի հատ չգիտեմ ով է։ Ջուրեսի մի հատ վարորդ է եղել։ Այդ դրանով բարի կամք է դրսևորել, էլի 4 հատ հայ են ազատել, թե 6 հատ։ Ովքեր են եղել։ Պրոստը շարքային քաղաքացիներ ունեն։ Ոչ մի դեր, ոչ մի խնդիր չլուծող, սրանք ոչ մի վտանգ, բայց նայեք ինչ քարոշություն է օգտագործելու այս թեմայով ընտրությունների ժամանակ այս գերագույն ճշնամին։ Դուք էլ հավ լսելու եք։ Պետք է վերադառնան հայրենիք, բայց քանի որ ժամանակի սղությունն ենք, տեսեք, Փաշինյանը 3 նորից այդ հարցազրույցի ժամանակ հայ առաքելական Սուրբ եկեղեցում պատարակների ժամանակ հնչող քարոզները համեմատում է ծայրահեղական իսլամի դրսևորումների հետ։ Նրա խոսքով հայ առաքելական եկեղեցին փորձում է դիրքավորվել որպես օտարերկրյա պետության մեջ։ Հույս ունեմ կորեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց աշխարհում շատ երկրներում կան ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Խնդրեմ, ինչ ունեք ասել։ Այսինքն ինքը փաստացի հրավիրում է միջազգային ատյաններին կամ միջազգային կազմակերպություններին պայքարել հայ եկեղեցու դեմ։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք պետության մեջ, բա Վատիկանը ինչ է։ Ծայրահեղ ուրեմն քրիստոնեության դրսևորում է համեմատած ծայրահեղ իսլամի հետ, Վատիկանը այսօր առանձին պետություն է։ Պետության մեջ։ Բայց այս խայտարակություն է։ Վատիկանը
ես ձեր հարցին եմ պատասխանում, Վատիկանը այսօր պետություն է, առանձին պետություն է, եւ ոչ մեկ, այդ թվում նաեւ Իտալիայի իշխանությունները իրավունք չունեն խառնվելու Վատիկանի գործերի մեջ, Վատիկանի հարաբերությունների մեջ, իրանց մեջի, ուրեմն եղած եկեղեցականների, ուրեմն գոմիկական հարաբերությունների մեջ, որը շատ մեծ քանակությամբ բացահայտվեց, ոչ մեկ իրավունք չունի, կանան դրա մասին խոսան, քննադատեն, բայց ոչ մեկ իրավունք չունի այդ խառնվելու Վատիկանի գործերի մեջ։ Հայրաքելական եկեղեցին խի նոր է, որպես առանձին կառույց, պետության հետ, պետության մեջ ապրելով, ունենալով ինքնուրույն կառավարման ձևաչափ։ Եվ ամբողջ աշխարհում սա ընդունված եւ ճանաչված ձևաչափ է։ Համեմատել ծայրահեղ իսլամի հետ նշանակում է, որ դու թուրք ես։ Դու եթե մեր քրիստոնեությունը համեմատում ես ծայրահեղ իսլամության հետ, եւ դա հրապարակային ես ասում, որպես պետության ղեկավար, փաստացի դու դուրս ես եկել ոչ թե վեհապարի դեմ, այլ դուրս ես եկել հայ առաքելական եկեղեցու դեմ, ու քանի որ ամբողջ շուրջդ բացարձակապես հավաքված են աղանդավորներ, քո կազմակերպված պատարագին կարագա մի հատ ինչ-որ մգեր, որը բարձրաձայն եթերով խոստովանել է, որ կյանքի խոսքի եկեղեցու ուրեմն անդամ է եւ շատ երջանիկ է դրա համար, ու գալիս է մտնում է եկեղեցի քո կազմակերպված պատարագի, այդ նշանակում է, որ դու ոչ թե դուրս ես եկել վեհապարի դեմ, դուրս ես եկել հայոց եկեղեցին ոնչացնելու համար, եւ սա ոչ այնինչ է, քան հատուկ պատվեր քո թուրք ընկերների կողմից, ուրիշ ոչ մի բան։ Եվ Վենսն էլ փաստացի իր այցով եւ իր վերաբերմունքով եւ այդ հարցերին չանդրադառնալով հաստատում է, որ այո, դու պետք է այ լակոտ կատարես Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվերները սկզբից մինչեւ վերջ։ Մի հատ 9 միլիարդ փող մեզի վճարես, որ մենք քեզ զենք տանք, որը վաղում չեմ պետք է լինի, զենք օգտագործենք Իրանի դեմ։ Չէ, սա այլանդակության չափանիշ է եւ նայեք ինքը չի վախում այդ այլանդակությունները անելուց։ Բացարձակապես չի վախում, որովհետեւ իրան հնարավորություն տվեցին զավթել ամեն ինչ իշխանության հետ կապված, զավթել արդարադատություն, սահմանադրական դատարան, զավթել ուրեմն իրավապահ մարմիններին, ենթարկել իրեն ուրեմն բոլոր տեսակի կառավարման բաները եւ այսօր ինքը բացարձակապես քանդել բանակը, ոնչացնել քիչ թե շատ հայրենասիրություն ունեցող եւ Հայաստանի եւ Հայաստանի անվտանգության համար մտահոգ ուրեմն գեներալիտետին։ Մնացած ուրիշ հարցերին, այսօր այս մարդը կոնկրետ գերագույն թշնամի է մեզ համար։ Բանակը քանդելու մասով տարի նոր է սկսել, արդեն 2 մահ ունենք բանակում։ Խնդրեմ, այս աղետը, հա, լուրը եկա, խնդրեմ, կարդացինք։ Անուն ազգանուն մեր հայրենիքի։ Վերջ, այդքան բան։ Մահացել է։ Ինչից է մահացել, ինչն է մահվան պատճառը, ոնց է ստացվել այդ մահը։ Եվ ընդհանրապես այսօր այս սրանց իշխանության ժամանակ, հա, այդ իբր թե խաղաղության դարաշրջանի ժամանակում, երբ որ իբր թե մենք սահմանում չունենք ոչ մի կրակոց, մեզ մոտ երեխաներ են գալիս զոհված, որոնց ուրեմն ներկայացնում են որպես ներքին հարաբերությունների հետևանք։ Բանակում ներքին շատ կներեք, եթե դա ճշմարտություն է, ապա այդ ներքին հարաբերությունների մեջ այդ ո՞նց են իրար սպանում զինվորները, բա սպաները ուր են, բա դրա հետ կապված աներևակայելի աննախադեպ պատժիչ գործողությունները ուր են, որպեսզի մնացածներին դաս լինի, բա այս ամեն ինչի հետ կապված, որ ասում եք կատարվում է հետաքննություն, հետաքննության արդյունքները քանի անգամ եք բարձրաձայնել, ով է դրա համար պատժվել, քանի հոգի է, քանի սպայ է պատժվել, ասենք թե 2 զինվոր իրար վիճել են, մեկը մյուսին գնդակարել է, զոհվել է, այդ գնդակարող զինվորին եք պատժելու վերջ, սպան դրանում մեղավորություն չունի,
անձնակազմի գծով տեղակալ է, գործ չունի, տվյալ ստորաբաժանման շտաբի պետը մեղավոր չի, ոնց են ստացվում այդ հարաբերությունները հասնում են այն աշխանի, որ զինվորը հայ զինվորի դեմ, ոչ թե թուրք զինվորի դեմ, հայ զինվորի դեմ զենք է կիրառում, դուք դա նորմալ եք համարում։ Մեծ կասկած ունեմ, որ սրանք ներքին ուրեմն վիճաբանությունների հետևանքով զոհեր են։ Շատ լուրջ կասկած ունեմ։ Ես կարծում եմ, որ սրանք հենց սահմանային կրակոցների զոհեր են, որը թաքցում են, որպեսզի հանգարց այդ խաբեբայությունը խաղաղության հետ կապված չբացահայտվի։ Ուրիշ բացատրություն այս ամեն ինչին չկա։ Եվ այդ զոհերը շարունակվելու են բանակում, որտեղ բանակը բարդակ են սարքել։ Ճիշտ ասած, հենց հիմա ազգային ժողովում Սուրեն Պապիկյանը բանակում զինվորների հաղթկապը եւ ընդհանուր վիճակն են քննարկում։ Անդրանիկ Քոչարյանն ասում է, այլևս բանկա բուտուլկեքով վիճակները ավարտված են, հա, բանակում։ Խնդրեմ այս մասով ինչ պատասխանեք մի մարդ, որը բանակի ներսից ու խորքային։ Դե երբ որ այդ բանկա բուտուլկեքի տեղը, ասենք թե նույն Արշակ Զաքարյանը Հայոց ազգային գվարդիայի հիմնադիրը իր միջոցներով տեպլավիզորներ էր հասցնում ուրեմն սահմանային գոտիներ եւ ապահովում տեսադաշտը, տեսահսկողությունը շփման գծերում իրան սկսեցին մեղադրել, որ այդ հիմա դիրքերա բացահայտում դավաճանա։ Փոխանակ շնորհակալություն այդ, ինքը այդ շնորհակալության կարիքներ չուներ, ինքը դա անում էր զուտ մենակ սահմանին ինչ որ մի չափով օգնելու համար, առանց որովհետեւ մի բան դրա դեմ սпасելը։ Ասիկեն այսօր ինչ է նշանակում առանց բանկի։ Դե հա այսօր սկզբում հայտարարում են, որ բանակը այս հետ ապահովված է տրուսիկով եւ մայկայով ու կլուբնիկով։ Այսինքն այս մարդկանց բանակ պահելու ամբողջական ուրեմն գաղափարը, որ պիտի բանակ ունենա մայկա տրուսիկ, մեկ էլ կլուբնիկ։ Հիշում եք, չէ՞ դա։ Ինչի մասին է խոսքը։ Բանակի արդիացման եւ բանակում էական փոփոխությունների մասին խոսալուց այս անասունը ցուցադրում է եւ սա ներկայացնում է որպես էական բարեփոխում բանակում երեք ինչ որ զինվորականների իբր թե նոր հայկական համազգեստով։ Այդ նոր համազգեստը ընդհանրապես էսքիզ է։ Հələ այդ բանակը այդ համազգեստը չի կարող։ Սա արդեն ներկայացվում է նորարարություն բանակում, բարեփոխում բանակում։ Ինչի մասին է խոսքը։ Իրա սպայն դանակահարած հանցագործը այսօր պաշտպանության բանակի ղեկավարն է։ Դա էլ պետք է անի։ Բանակում այսօր կատարյալ բարդակա որևէ բարեփոխում չկա, եւ որ ասում է 8 միլիարդ պարտք ենք վերցրել արտաքին միլիարդ պարտք ենք վերցրել, ասում է եւ որ հարցում եք ինչ են կարել այդ 8 միլիարդը, ասում եմ զենք ենք գնել, տոսու տասողի մերը, թե դու գոնե $1 ծախսել ես զենք գնելու վրա, այն 720 միլիոն $, փողը որ ծախսել ես հնդկական զենք զինամթերքի վրա, ուրա դրանք մինչև հիմա խիպտ չեն եկել։ Հունիսին, հուլիսին իբր թե պիտի գային ուրան այդ զենքերը։ Սրանց ամբողջ խոսույթը բացարձակ սուտ է։ Վատը գիտեք ինչն է, որ նայեք, սուտ ասելու ձև կա, երբ որ դու այդ սուտը այնքան սուտ ես ասում, որ մարդու մոտ սկսում է առաջ, դե այսքան էլ կարար սուտ լինի, այնք այդ աշճանի սուտ են ասում, որ մարդկանց մոտ նո հավատք չի գալու, հնարավոր է այդ աշճանի սուտ ասել, հասկանում եք։ Ու սկսում է այդ sense ուղի մեջ, sense տպավորվել, իսկ հետո երբ որ փաստ ես ներկայացնում, այդ արդեն ուղի մեջ այնքան է sense դաջված լինում, որ մեջից սրբել չի լինում։ Միջև հիմա այս մարդուն ասում են, որ ինքը սուրբ է։ 36,000 դրամ, ես եմ լսել, 36,000 դրամ ստացող թոշակառուն, ասում են ինքը շատ լավ է ապրում, շատ շնորհակալ է դրա համար,
ուրեմն կառավարությանը, որ իրանք իրար մեջ 7 միլիոն դրամ հասնող պարգևավաճառներ են բաժանում, հենց դրա համար ինքը 36,000 ուրեմն թոշակաստանում եւ լավ ապրում։ Ու ինքը դա լուրջ է ասում։ Ինչի մասին է խոսքը։ Մի հոգի չի, երկու հոգի չի ախր, է ծավետ է։ Եվ պարոն Չովանյան, մեզ բարեկամ, հայ ժողովրդին իրականում բարեկամ, բայց այս իշխանության աչքի գրողն է, Զատուլինը եւս մեկ անգամ վերջերս խոսեց եւ խոսեց այն մասին, որ ըստ էության ինքը այլևս ունի հիմնավոր կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանը վերցրել է Ալիևից այն 5 միլիարդը, այն նույն 5 միլիարդի մասին է խոսքը, որը ժամանակին Լուկաշենկոյի միջոցով Ալիևը առաջարկում է Սերժ Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանը ուղարկեց Ալիևին համապատասխան տեղը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ну ճիշտ ասած շրջանառվում է ուրիշ թիվ, շրջանառվում է լուրերի մեջ, որ Արցախի մասին է, Արցախ։ Հա, ես հասկացա ինչի մասին է խոսքը։ Ուրեմն խոսքը գնում է ոչ թե 5 միլիարդի, այլ 8 միլիարդի մասին։ Այսինքն Սերժը 5 միլիարդով չվաճառվեց, այս 8 միլիարդով վաճառվել է։ Շատ հիմնավոր կասկած է, պետք է ասել, որովհետև այլ կերպ անել ամեն ինչ, ուրեմն ինչ որ արեց սա։ Իսկ սա գիտեք, որ շատ է սիրում փող։ Եվ մենակ սա չէ, սա ամբողջ իր շրջապատը։ Հնարավոր է, որ եւ Զատուլինը պատահական չի, որ դա ասում է։ Ըստ երևույթին Ռուսաստանն ունի խոսնակներ, որոնց պարբերաբար իրավունք են տալիս որոշակի տեղեկատվության արտահոսք իրականացնել պետական մակարդակով, ինչ որ չի ասի կոնկրետ բաց տեքստով, օրինակ նույն Պուտինը կամ Լավրովը, կասի Սալավիևը կամ Զատուլինը։ Եվ եթե այդ կասկածը ասում են, ուրեմն նշանակում է, որ դա արդեն տեղի է ունեցել, եւ ինքը զգուշացնում է։ Բոլորիդ է զգուշացնում, բոլորիդ է տեղացնում, բայց կա մարդ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նաեւ քեպեականների մեջ, որոնք կասկածում են, որ էսի փող է վերցրել Ալիևից Արցախը ծախելու համար։ Ատորում խոսք է այն ժամանակ գնում էր ոչ թե Արցախը վաճառելու մասին, Սերժ Ազատովիչին գումար են առաջարկել, ընդամենը 7 գրավյալ տարածքներից 5-ը Ադրբեջանին հանձնելու համար։ 5 միլիարդ, ընդամենը 5 գրավյալ իբրթե գրավյալ տարածքներ Ադրբեջանին հետ տալու համար։ Մնացածը հայկականը պահելու։ Սա ըստ երևույթին 5 չի ուզել, 8-ն է ուզել, որտեղ դա շրջանառվում լուրերում, որ ամբողջը տա։ Դուք այսօր շատ հետաքրքիր մի հատ հետաքրքիր բան է գրել Արշակը իր էջում, որ համ ծիծաղել է, համ նողկալի է, մի կողմից։ Բա ասում է, եթե Մինսկի խմբում բացի Ռուսաստանից լիներ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, բա պատերազմ կլներ Արցախում։ Իմիջիայլ ինքը հասկանում եք ինչ է ասում։ Ձեռը առնում Մինսկի խմբին։ Այս Մինսկի խմբին ցենց քննադատել, Մինսկի խմբին դեմ գնալ, ցենց Մինսկի խմբին մեղադրել պատերազմի մեջ։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ միասին նույնքան պատասխանատու են Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան, որոնք Մինսկի խմբի կոնկրետ անդամներն էին։ Արշակը սրա վրա է ծիծաղում։ Բառացիորեն sense ասում է Արշակն է ասում։ Ու ճիշտ է ասում, ու ես ողջունում եմ իր ասածը։ Բա եթե Մինսկի խմբում բացի Ռուսաստանից լինեին Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, կլիներ պատերազմ, թե ոչ։ Ես էլ դες հարց եմ տալի, արա։ Այ զոմբիներ, այ քպեականներ, այ գերագույն թշնամի։ Բա Մինսկի խմբում եթե Ամերիկաներ ու Ֆրանսիաներ, բախի պատերազմ եղավ որ։ Այդ Ռուսաստանին է կամ ինչի մեղադրում։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան մեղավոր չեն։ Ես Զատուլինի ասացի մեջ ճշմարտությունն եմ տեսնում, ինքը դա ասում է որպես լուր կամ կարծիք է հայտնում, իսկ ես համարում եմ, որ ինքը բարձրաձայնում է այն ճշմարտությունը, որը
գիտեն բարձրագույն ատյաններում Ռուսաստանի եւ Զատուլինի միջոցով տեղեկատվական արտահոսք են իրականացնում։ Այսինքն այդ ռումբը ստեղծել նորից պայթում է։ Այո, Շնորհակալություն։ ես եմ շնորհակալ։